Երբ որ դուք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսեցիք հրաժարականի, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նախապատրաստում էր Միացյալ Նահանգները։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ուղղությամբ մեր երկրում, մեր տարածաշրջանում աշխատում էր Վիկտորիա Նուլանդը, նույն Վիկտորիա Նուլանդը, ով Թելբթի ադմինիստրացիայում էր աշխատում։ Գորավոր եղա փոխությունների Այո, ոչ միայն ՆԱՏՕ-ի ներդրման ուղղությամբ նույնիսկ պարգև է ստացել, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին ճանապարհելով եւ Ռոբերտ Քոչարյանին բերելով շահագրգռված էր Միացյալ Նահանգները։ Այդ բանը միֆը թե Ռուսաստանն էր Ռոբերտ Քոչարյանին բերում, դա կներեք փաստերը այլ բանի մասին են խոսում։ Նուլանդը խոստովանել է եւ Միացյալ Նահանգների գաղտնազերծված փաստաթղթերում կան եւ այլ փաստեր կան, թե ինչպես է նրանք բերում նկատի ունենալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում իրենց տարբերակը եւ առաջարկած տարբերակը եւ ասում է, որ Արցախի ղեկավարությունը դեմ են, համաձայն չեն, նրանք որոշում են Ռոբերտ Քոչարյանին բերեն, Հայաստան, որի միջոցով նաև կունենան Արցախի, տեսակետ, այլևս Արցախում դիմադրություն չի լինի, սա էր թե չէ։ Տեսեք, ես շատ անկեղծ, երևի թերևս ըստ թեմային առաջին անգամ եմ նման անկեղծությամբ անդրադառնալու։ Ընդհանրապես իմ մոտ մի հատ հարց եմ միշտ ծագել, ոնց կարող են միջուկային 3 գերտերություններ, այսինքն խոսքս համանախագահության մասին է, Մինսկի խմբի, այո, մի հատ տարբերակի կոնսոլիդացված կողմ լինեն, ինչ որ հակամարտության կողմերից ամենաթույլ օղակը Արցախը կարողանա այդ բոլորի պլանները իդերև անել, հա։ Նման բան չի լինում։ Դուք շատ լավ գիտեք, որ եթե արևմտյան դերակատարներն ու Ռուսաստանը կոնսոլիդացված որևէ հարցում դիրքորոշում են ունեցել, որևէ ներքին ուժ ուղղակի չի կարող փոքր պետություններում դիմակայել այդ կարգի ճնշմանը, հա։ Ընդ որում դա ճշմարտություն է թե Ադրբեջանի համար, թե մեր համար, թե Վրաստանի համար։ Հիմա վերջերս երբ որ Ազատություն ռադիոկայանը այդ հայտնի ռեպորտաժը սարքեց գաղտնազերծված փաստաթղթերի համար, հատկապես Մեղրիի տարբերակի մասին, ես մի հատ բան հասկացա այդ ռեպորտաժից, չնայած դրա համար մեծ խորաթափանցություն պետք չի դա հասկանալու համար, որովհետև այդ ռեպորտաժը այնքան մատչելի էր պատրաստված, որ ընդհանրապես փաստերի համադրությամբ կարելի էր հասկանալ մի շարք բաներ, որ Ռուսաստանը չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի քաջալերը, դա ակնհայտ փաստ է։ Ավելին ասեմ, որ մեր հեռուստադիտողների մեծ մասը չգիտի, այդ պահին Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը, որը շատ մտերիմ հարաբերություններ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, գիտեք։ Հայտնի պատմությունն է աչքիս հիշեցնում։ Այո, առաջարկել է նույնիսկ աջակցություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես արժանապատիվ ղեկավար հրաժարվել է նման ծառայությունից կամ աջակցությունից։ Հիմա տեսեք իմ կարծիքով ինչա տեղի ունեցել։ Թե Միացյալ Նահանգները ֆորմալ առումով փուլային տարբերակի ակտորներից մեկն էին, այսինքն մասնակիցներից մեկն էին, որը ներկայացվել էր կողմերին, իմ խորին համոզմամբ նրանք ունեցել են պլան B Մեղրի տարբերակի տեսքով։ Ունեցել են պլան B։ Մեղրի տարբերակը լավագույնս կարող էր առաջարկվել հենց Ռոբերտ Քոչարյանին։ Շատ պարզ պատճառով, որովհետև Ռոբերտ Քոչյանը նաև Արցախն էր ներկայացնում, հա, հոգեբանորեն, ինստիտուցիոնալ առումով, էթնիկ, միկրոէթնիկ պատկանելությամբ Արցախի իր հայրենիքն է, չէ՞։ Եվ շատ հեշտ էր նրան շահագրգռել Արցախի ինչ-որ բանով փոխանակելու, հա, այդ տարբերակով։ Եվ իմ կարծիքով, այո, պլան B է ունեցել Միացյալ Նահանգները եւ արդեն ես գրեթե համոզված եմ, որ 98-ի գործընթացները քաջալերվել են Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դրանից հետո չէ տեղի ունեցավ Մեղրի տարբերակը, Key West-ը, ռուսական դերակատարությունը խիստ նվազեց կարգավորման գործընթացում եւ ընդհակառակը մենք տեսանք շատ ակտիվ ամերիկյան ջանքեր։ Սա եղել է իմ կարծիքով 98-ը
Միացյալ Նահանգների ունեցած պլան B-ի ուղիղ հետևանք է, կգա ժամանակ, որ ես կարծում եմ Հայաստանի շատ դերակատարներ էլ շատ բաց տեքստով այդ մասին կխոսեն։ Այն շերտերը, որոնք օրինակ Վազգեն Սարգսյանը, Հանրապետականի մի մասը, բանի հայրենասիրական մղումներով որ հակառակվել են առաջին նախագահին, նրանց հաշվարկները կառուցված չեն եղել այս բարդ խաղերի վրա։ Այսինքն կարելի ասել, որ բացի 1-2 դերակատարից մնացած են նույնիսկ արտաքին դերակատարներն էլ հետ եմ հաշվում, ուղղակի տրվել են այս շատ բարդ կոմբինացիային, որը ելի եմ կրկնում, ես համարում եմ ամերիկացիների պլան B։ Հենց իրենց ռադիոկայանի բացահայտումներ են ինձ բերել այդ մտքին, չնայած որ ձեր կայքում էլ տեսա հրապարակումներ այդ փուլի մասին։ Հիմա գտա նաև ուրեմն 2014 թվականին 168 ժամին հարցազրույց էր տվել բավական ծավալուն երկու մասից բաղկացած Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական 94-ից գլխավոր խորհրդական 94-ից 97 թվականների խորհրդական Ժիրայր որը նաև գլխավոր բանակցողներից այո Գլուզադեի հետ հիմնականում ինքն էր բանակցությունները վարում Ժիրայր Լիպարիցյանի հարցազրույցը ես հիմա գտա նաև մեջբերեմ նրա խոսքը, հա, ինչ է ասում հիշեք Վիկտորիա Նուլանդին Բայդենի վարչակարգից, ինչ դերակատարում ունեցավ Ուկրաինայում, այլ երկրներում եւ ՆԱՏՕ-ի ծրագրերի ներդրմամբ զբաղված, նաեւ ըստ ինֆորմացիայի, նաեւ բաց աղբյուրների, նաեւ Վիկտորիա Նուլանդի ջանքերի շնորհիվ է ՆԱՏՕ-ի այդ 5-րդ հոդվածը ներդրվել։ Այսինքն Նուլանդը դրա համար նաեւ բազմիցս պարգևատրվել է։ Հիմա նույն Վիկտորիա Նուլանդի մասին պատմում է Ժիրայր Լիպարիցյանը, հատված կարդամ։ Ասում է Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան Վիկտորիա Նուլանդը, ով հին դեմք է։ Նուլանդը այն մարդկանցից է, ով 97-98 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում։ Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ։ Միացյալ Նահանգները դեմ էր Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմփսոնը ամեն ինչ արեց օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն եւ երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի։ Հարց է հնչում լրագրողի կողմից։ Իսկ ո՞րն էր Միացյալ Նահանգների շահը։ ԱՄՆ-ի շահը, սա իմ մեկնաբանությունն է։ Այն ժամանակ Ղարաբաղի, Իրանի, Թուրքիայի հարցերով ես բանակցում էի նաև ամերիկացիների հետ, քանի որ նրանք խառնվում էին ամեն հարցի, եւ ուրեմն Հայաստանում իրենց անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում եւ իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանը իրենց պարտք չէր։ Հարցնում են լրագրողը, ենթադրում են, որ նույնն ուզում էր նաև Ռուսաստանը։ Դե ընդհանրապես դա այդպես էր, բայց ասեմ անկեղծորեն, այն ժամանակ Ռուսաստանն ավելի շատ հարգանք էր ցույց տալիս Հայաստանի Հանրապետության եւ պետական որոշումների նկատմամբ, քան Միացյալ Նահանգները։ Ամերիկացիները նյարդայնանում էին, երբ Հայաստանը ինքնուրույն որոշումներ էր կայացնում ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի։ Հայաստանում այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմփսոնը շատ մեծ աշխատանք տարավ տկարացնելու համար Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև պետականությունն ու ներքին քաղաքական կայունությունը։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վիկտորիա Նուլանդը եկավ Հարվարդի համալսարան ելույթ ունենալու, ուր ինձ էին հրավիրել, վերջում Նուլանդը մոտեցավ, ասաց. «Դու բան չասացիր»։ Մանրամասները չգիտեմ, չեմ կարող կարծիք հայտնել, պատասխանեցի, բայց հավելեցի. «Տպավորություն ստացա, որ շատ ուրախ եք այս փոփոխությամբ»։ Այո, ասաց նա։ Հարցրեցի, կարող եք բացատրել, ասաց. «Դե Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ մարդ չէ։ Նա չի կարող խաղաղություն հաստատել, բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է եւ պիտի խաղաղություն հաստատի, խոստացել է։ Ես ասացի, եկեք պայմանավորվենք հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանն առնվազն 10 տարի պետք է լինի նախագահ։ Բանակցություններում ոչ մի գործնական քայլ առաջ չենք գնալու, որովհետեւ նա դա չի ուզում։ Եթե սխալ եմ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ։ Իսկ եթե ոչ, դուք ինձ կզանգեք եւ կասեք, որ ամերիկյան քաղաքականությունը սխալ էր։ Մի քիչ ծավալուն էր, բայց 14 թվականին Ժիրայր Լիպարիցյանի ինտերվյու դասականը կասեր, Ժիրայր Լիպարիցյանը ճիշտ է, Նուլանդը սխալ։
Հիմա տեսեք, հա, ինձ մոտ տպավորություն է, որ 90 ինչ որ իմաստով 98-ն է կրկնվում, 2018-ն է կրկնվում, 2018-ին մերժում էին իշխանություն հանրապետական կուսակցությանը, հանրապետականը այնուամենայնիվ ամենախոշոր ռեսուրս ունեցողներից մեկն է, ճիշտ է քաղաքական միավորներից, եւ հայաստանացին կուսակցություն է ազգային ուժ է։ Եվ փաստորեն հիմա էլ 2025 թվականին նույն ուժերը, ովքեր բերել են Փաշինյանին, նաև ովքեր բերել են կամ չեն բերել, չգիտեմ, կամ մասնակից են եղել կամ ողջևորված են եղել, օգտվել են առիթից, հիմա մերժում են ընդդիմություն հանրապետական կուսակցությանը։ Լավ, չենք ասում աչքներից լույսն են կամ չգիտեմ թերացումներ չեն ունեցել, բոլոր 3 նախագահների օրոքել մենք կարող ենք որ հին համակարգից հոգնել էր ժողովուրդը, դա փաստ է, դա հիմա չենք մենք որպես լրատվամիջոց կարող ենք նայել, թե մենք ինչպես ենք ինչ սրությամբ ենք անդրադարձել։ Հարցը դա չէ, բայց կրկնվում է 98-ը եւ ինչ որ 98-ի մոտիվներ կան եւ 2018-ն է կրկնվում։ Հիմա էլ մերժում են սա։ Ինչի համար։ Տեսեք, ես ճիշտ ասած պարոն Լիպարետյանի հարցազրույցին այսքան մանրամասնորեն ծանոթ չէ։ Նա ըստ էության առանց իմանալու ես փաստորեն կրկնեցի այն թեզը, որ պարոն Լիպարետյանը շատ ավելի մանրամասն ներկայացրել է։ Իդեպ ես ուզում եմ Բայց ես նշեմ, որ ես Լիպարետյանի համակիրը չեմ շատ հարցերում, բայց ամեն դեպքում մարդը, որը փաստերի տիրապետում հետ հանդիպում ես չէ ընդհանրապես։ Անկախ նրանից ինչ որ մտքեր կընդունեմ չեմ։ Բայց փաստերի տիրապետում բանի մաս պրոֆեսիոնալ անձնավորություն։ Շատ հետաքրքիր հարցազրույց է, մանրամասները ավելի հետաքրքիր։ Եվ փաստերին այո տիրապետումը հանրագիտարանային ճշգրտությամբ։ Այդ մեկը չենք կարող վիճարկել, անկախ նրանից որ մտքի հետ ենք համաձայն, որի հետ անհամաձայն։ Հիմա տեսեք, ակնհայտորեն այո, ասում եմ իմ մոտ ազատության բացահայտումներից հետո է այդ կարծիքը հաստատվում։ Իսկ ազատության հին լրագրողներին հարցրեք 98 թվականին ազատության բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես էին աջակցում ամեն ինչով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի դեմ էին խոսում եւ այստեղ աջակցում էին Ռոբերտ Քոչարյանին։ Ստացվի, որ մի հատ նարատիվ կարծրացած, որ իբրև թե Ռուսաստանն է դեմ եղել Հայաստանում ուժեղ սուբյեկտություն ճանաչող ղեկավարների այդ նարատիվը այնքան էլ իրական չի կամ կեղծ է, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները փաստորեն շատ ավելի հարգալից միջավայրի վրա են կառուցված եղել, քան ասենք ամերիկյան ճնշումները, որոնց մեծ մասը տեսանելի չի եղել հասարակությանը, ամենայն դեպս այս փաստերը մեր հասարակության մեծամասնությունը չգիտի։ Եվ տեսեք իմ տպավորությամբ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների մասամբ նաև Ռուսաստանին ասա վերաբերում իհարկե ասած, միշտ ընդդիմացել են Հայաստանի այն իշխանությանը, որը բալանսավորված արտաքին քաղաքականության կրող է եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդպիսիներ չհանդուրժեցին, Սերժ Սարգսյանի կառավարման հատկապես երկրորդ շրջանը այդպիսին էր, որտեղ օրինակ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցություն ՍԵՊԱ, հա, դա հավասարակշռման դոկտրինի դասական արտացոլում էր, կամ այլ դրվագ կարող են բերել։ Վրացական պատերազմում դրական չեզոքություն, որը մեզ օգնեց թե Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնել, թե Վրաստանի նախագահի հետ, հա, այդ ժամանակվա Միխայել Սահակաշվիլի։ Հա, հիմա ասում են մեդալ տվեց Սահակաշվիլուն, լավ արեց, երկաթի կտոր տվեց, զենք բերեց ցամաքային ճանապարհով։ Դե կստանաժեշտության կասկած չունենաք, որ իրեն շահերի ձելներով Սահակաշվիլուն մեդալ կարող են շնորհել նաև Մոսկվայում։ Ուզում եմ ասել, դա տենց բան չի։ Հա, բայց դա օգտագործեցին։ Այո, տարածիկ երկիրն է։ Դա բացատրենք ինչ նրբություններ կան, որոնք Հայաստանի ցանկացած ղեկավարության ստիպում են ուղղակի դողալ հայ-վրացական հարաբերությունների վրա,